Բոլորիդ բարի օր, շնորհակալ եմ, որ ամեն մինուտս, որը ես գրում եմ գեներալների մասին, Ղարաբաղի գեներալների մասին, դուք ուշադիր ուսումնասիրում եք։ Վերջին նյութերից մեկում ես գրում եմ ոնց են առաջի պատերազմը հաղթել Քոչարյանը եւ Ղարաբաղի գեներալները, մոտ 150,000 մարդ արդեն ուսումնասիրել է այդ նյութը։ Ես այսօր կուզենայի շատ կարևոր բանի մասին պատմեի ձեզ։ Եկեք մենք հասկանանք այս մարդի Ղարաբաղի գեներալներին ով է ստեղծել, ով է դաբրո տվել, որ այդ մարդիկ լինեն գեներալ, բայց սկզբից պատմեմ, որ ում մասին ենք մենք խոսելու։ Օրինակ դա Վիտալի Բալասանյանն է, ում դուք ճանաչում եք։ Հիմա նաև էկրանին դուք տեսնում եք Քյոխը, Կարեն Ջալավյանը։ Մենք տեսնում ենք Սամվել Բաբայանին, մենք տեսնում ենք Մովսես Ակոպյանին, հա, Մոսին։ Մենք տեսնում ենք Օգանովսկին, հա, եւ բոլոր այդ գեներալները, եւ ստեղ հարց է ծագվում։ Այն մարդիկ, ովքեր գեներալ են դարել, պոլկովնիկ են դարել, գնդապետ, չգիտեմ, գեներալ-մայոր, Ղարաբաղում։ Մի հատ մտածեք, մարդիկ, ովքեր Քոչարյանի ժամանակ, տեսնում եք Ռոբերտ Քոչարյանին, մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ղարաբաղում դարել են գնդապետ, գեներալ-մայոր եւ այլն։ Հնարավոր է, որ այդ մարդիկ ստանային այդ պաշտոնը եւ այդ զվանին, հա, առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժի Դաբրոն։ Ոչ։ Հասկանում եք, սա շատ կարևոր է։ Հնարավոր է առանց Քոչարյանի, հա, աջակցության եւ Դաբրոն, այդ մարդիկ ստանային այդ կոչումը։ Ոչ։ Իսկ Քոչարյանը, ում մասին դուք գիտեք, որ ինքը տականք է եւ մարդասպան է, հնարավոր է Քոչարյանը թույլ տա նորմալ մարդուն, ազնիվ մարդուն, տան գեներալի կամ պոլկովնիկի կոչում։ Ոչ, համաձայն եք, չէ՞։ Այսինքն ինչի մասին է դա մեզ հիշեցնում, ինչն է դա մեզ, այսպես ասած, ինչ պետք է մենք հասկանանք դրանից։ Այն, որ բոլոր գեներալները Ղարաբաղի, սկսած Քյոխից մինչև Մոսին, Վիտալի Բալասանյանից մինչև Օգանովսկին, նաև Սամվել Բաբայանը եւ մնացածը, բոլոր այդ մարդիկ ունեն նույն մտածողությունը, որը ունի Ռոբերտ Քոչարյանը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Քյոխը եւ մյուսները դարել են գեներալ եւ այլն, դրան չեն կարող լինել լեգենդար, քանի որ այդ մարդիկ ապրում են Ռոբերտ Քոչարյանի օրենքներով, քանի որ այդ մարդիկ, ովքեր աշխատել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, իրանք Ռոբերտ Քոչարյանի ձեռի մեջ գերի են։ Քանի որ երբ Ռոբերտ Քոչարյանը քեզ դաբրո է տալիս, որ դու լինես գնդապետ կամ գեներալ-մայոր, դու պարտավոր ես կատարես այն հրամանները, որը տալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Օրինակ Քյոխն եք, նորից հիշեցնեմ Քյոխը։ Արդյոք կարա Քյոխը ստանա հնարավորություն, որ պատասխան տա եղնիկներին եւ ֆրոնտի մի մասը, եթե չապրի Սերժի եւ Քոչարյանի օրենքներով, ովքեր գումարներ են ստանում բոլոր գեներալներից, ովքեր թալանում են զենք, սնունդ եւ բենզին, կերոսին եւ այլն։ Այսինքն այս մարդիկ այնքան քաքեր են կերել, որ Ռոբերտ Քոչարյանի ձեռի մեջ գերի են։ Եվ այո, նույն Քյոխը, Սամվել Բաբայանը եւ մնացածը հենց նենց չէ, որ մարտի 1-ին, երբ Քոչարյանը, դուք ասում եք Ղարաբաղցիները եկել են մեզ կոտորել են Երևանի կենտրոնում, բայց սպեցնազը օթից չի եկել, այդ սպեցնազը բերել են Ղարաբաղի գեներալները։ Այդ սպեցնազը իր գլխու չի եկել, իրանց բոլորին հավաքել են Քյոխից սկսած մինչև Վիտալի Բալասանյանը գեներալները ու բերել են, որ հայերին սպանեն։ Եվ այո, միակ բանը, որը սովորել են Քյոխը, Սամվել Բաբայանը եւ մնացած գեներալները, ովքեր պատկանում են Ռոբերտ Քոչարյանին եւ ինքն է իրանց ստեղծել, միակ բանը, որը սովորել են այդ մարդիկ, բանակ բերեն Երևանի կենտրոնում մեր հայերին սպանեն։ Իրանք չեն գնացել Բաքու, իրանք չեն գնացել Ստամբուլ։ Մենք իրանց գումար ենք տվել Քյոխին, Սամվել Բաբայանին եւ բոլորին, որպեսզի իրանք սնունդ տան սպեցնազին, զենք տան, որպեսզի այդ սպեցնազը մարտի 1-ին գա մեզ կոտորի։ Եվ այդ մարդիկ մնում են Ռոբերտ Քոչարյանի ձեռի գերի։ Ինչի համար եմ այսօր սա պատմում։ Երբ դու լսում ես Սամվել Բաբայան, դա Ռոբերտ Քոչարյանի տղան է։ Երբ դու լսում ես Վիտալի Բալասանյան, դա Ռոբերտ Քոչարյանի տղան է։ Երբ դու լսում ես Քյոխ, դա Ռոբերտ Քոչարյանի տղան է եւ ստրուկն է։ Այսքանը